Սիրում եմ ես փուլ պարտիները, Երևանյան մանավանդ եթե այդ փուլ պարտիները մեծ լողավազանների մեջ են, չնայած որ լողալ չգիտեմ, այսօր DJ Serge եւ Sonne Silver-ը մեծ հրավիրել են իրենց փուլ պարտի եւ սա հիանալի առիթ է նաեւ նրանց հրավիրելու Կամոբլոգի 4-ամյակի երեկոյին, ինչը ես կանեմ քիչ հետո։ Այ հիմա կտեսնենք թե ինչ անակնկալներ են մեզ այստեղ սպասվում ու կտեսնենք թե ինչ են մեզ այստեղ անում։ Բարի երեկո։ Ես մտեմ։ Բայց ինչ պետք է անենք։ Ոտքերը մի քիչ բացում եք, ընթացքում օդ են թռնում, պետք է բռնեք։ Բաժակ խփեք հակառակ սերի 3 ներկայացուցիչների հետ։ Ափսոս մենք դեռ բաժակ չունենք, որտեվ նոր ենք եկել։ Մենք կարող ենք միկրոֆոն խփենք։ Խփեք, մենք է պուլտ։ Ինչ։ Լավ։ Սա իմ սիրած երգն է իդեպ, եւ ես օգտվելով առիթից ուզում եմ ձեզ հրավիրել Կամոբլոգի 4-ամյակի երեկոյին, Vogue երեկոյին, որը տեղի կունենա այս ամսին։ Սպասում եմ ձեզ։ Բարի երեկո։ Սպասում ենք անհամբեր։ Մինչ այդ երկու Sonne Silver-ը, իսկ հիմա մենք կտեսնենք թե DJ Serge-ը որտեղ է, կխոսենք նրա հետ եւ կծանոթանանք հյուրերի հետ։ Առաջինը, որ ինձ դուր եկավ, դա այն հանգամանքն է, որ այս միջոցառումը լողավազանի կողքն է, շատ եմ սիրում փուլ պարտիներ եւ քանի դեռ Երևանում շատ ցուրտ չի, ինձ թվում է պետք է օգտագործել վերջին հնարավորությունները մասնակցելու փուլ պարտիներին, ինչն է քեզ ավելի շատ դուր գալիս երկել բացօթյա միջոցառումներում, թե փագակումներում։ Նախ ուզում ասեմ, որ ինձ էլ է շատ դուր գալիս ցենց լողավազանի դիմաց ջուրը շատ սիրում եմ իրականում եւ նախընտրում եմ բացօթյա միջոցառումներին, որովհետեւ ավելի ուրախ է, ինչ որ ավելի մաքուր օդին, հա, ջուր եւ այլն, ուղղակի պետք է երևի շատ ոգելից խմիչք օգտագործել, որպեսզի մարդիկ միշտ կարողանան լավ երաժշտության տակ ակումբային կարողանան ապրել, որովհետեւ մաքուր օդը ոնց որ սթափեցնում է, չէ՞։ Դեռ ժամը 9-ն է, մենք ժամանակ ունենանք։ Իհարկե։ Բացառամասությունը բարձրացնելու։ Ես ուզում եմ ասեմ, որ Sonne Silver-ը կերկի նաև Կամոբլոգի 4-ամյակի Vogue միջոցառմանը, որը փակօթյա է, բացօթյա չի, եւ դու մենք շտապ մենք տալ առաջին հրավիրատոմսը հենց, որպեսզի չմոռանաս եւ թե ինչ երգը երգի եւ ինչ կերպարով հանդես կգա Sonne, մենք իմանանք ավելի ուշ, արդեն հեռուստադիտողները շատ ավելի ուշ կիմանան, իսկ հյուրերը միջոցառման կիմանան արդեն սեպտեմբեր ամսին։
սպասում ենք։ Նախ շատ շնորհակալ եմ, ես վստահ եմ անկասկած վստահ եմ շատ լավ է անցնելու, ինչպես միշտ քո ծննդյանը։ Պետք է փորձենք։ Ես վստահ եմ, չգիտեմ, այնպես որ մեծ սիրով կգամ, մեծ սիրով կմասնակցեմ։ Մերսի, կհանդիպենք։ Սերժո, ողջույն։ Ես ուզում եմ հիշել, բայց դու ավելի լավ կհիշես, թե այս տարի այս ամառվա ընթացքում ինչ միջոցառումներ ես նվագել ու որն է ամենաշատը, միգուցե հիմա այսօր այստեղ ենք բարձր սա է հիշվում, բայց միգուցե կա ինչ-որ հատուկ միջոցառում ամառվա ընթացքում, որը տպավորվել է քեզ մոտ։ Նամանավանդ օգոստոս հուլիս ամիսներին շատ են եղել, սենց ասեմ, տարբեր ֆորմատների են եղել, բայց կլուբային միջոցառում է եղել, որը ես եմ կազմակերպել, այդ ինձ տպավորվել է, ոչ թե նրա համար որ ես եմ կազմակերպել, ուղղակի այդ օրը տպավորվել է, բայց ամեն միջոցառմանը ես սրտանց եմ մասնակցում, հենց որ այսօր էլ նույնն է։ Իսկ դու օրինակ հետաքրքրությամբ նվագում ես փակ ակումբներում, լոկալ տարածքում, թե բացօթյա միջոցառում։ Օրինակ տես, Լողավազանի մոտ որպես կանոն այդքան շատ չեն ապարում, այդպեսին է ֆորմատը, բայց սա էլ իր հետաքրքրությունն ունի, չես կարող ասել թե վատա կամ մարդիկ հաճույք չեն զգում։ Բայց DJ-ի համար ավելի լավ է նվագել ակումբում, թե Լողավազանի մոտ։ Իմ կարծիքով DJ-ի համար հաճելի է նվագել լավ, այսպես ասած, մասսայի մոտ, լավ ամբոխի մոտ, կապ չունի փակ թե բաց։ Ես երկու կողմին էլ մեծ սիրով մասնակցում եմ, օրինակ ես վերջերս անցկացրեցի Թումո ինստիտուտի ծնունդը, որը ես կարծում եմ Երևանում այտենց ամբողջ շատ վաղուց չի եղել, ու շատ ուրախ եմ, որ ասենք այդ օրը այտենց անցավ, արտասահմանի վիզուալ վիճակ էր, ու ամեն օր կուզեմ այտենց լինի։ Շատ լավ, ես ուզում եմ քեզ հրավիրել Կամաբլոգ KTV բլոգի 4-ամյակին, որը տեղի կունենա արդեն աշնանը, եւ կարծում եմ դու արդեն կհանգստանաս, ոչ թե կաշխատես, իսկ այսօր դու արդեն աշխատում ես, հանգիստ թողնենք Սերժոյին եւ անցնենք բարահրապարակ։ Տեսնենք այս շատ բարձրահասակ եւ շատ գեղեցիկ աղջիկը այս ամառվա ընթացքում ինչ միջոցառումների է եղել մասնակցել Երևանում եւ որն է ամենաշատը հիշվել նրա մոտ։ Ճիշտն ասած, ես այս համար ոչ մի միջոցառման առանձնապես չեմ եղել։ Անդոտ ընկերը չէ թողում։ Ընկեր չկա։ Պատճառը։ Պատճառը ուղղակի հարմար չէր, համ էլ երկրից դուրս էի։ Դա լավագույն տարբերակն է ժամանցի անցկացման։ Եթե դուք ամռանը չեք եղել, ես առաջարկում եմ ձեզ մասնակցել Կամաբլոգի 4-ամյակի միջոցառմանը, որը արդեն աշնանն է, եւ համոզված եմ բաց թողումը, որը տեղի է ունեցել ամռանը, դուք կվերականգնեք արդեն աշնանը։ Հիանալի է, անպայման կգամ։ Բայց դուք պետք է պահպանեք դրես կոդը, կկարդաք եւ անպայման կհետևեք դրես կոդին։ Միանշան։ Սպասում ենք։ Հասնենք հյուրերին, թե ինչպես է, ինչով է, ինչ Հասնենք հյուրերին, թե այս տարվա ամառը ինչ միջոցառմամբ է հիշվել օրինակ քեզ մոտ Նորայի։ Հիմնականում բացօթյա միջոցառումները, որտեղ այս ամառը շատ ակտուալ էին, շատ են կազմակերպում ու կային մոտ 3-4 շատ ստացված լավ միջոցառումներ, որի ժամանակ նույնիսկ մենք մեզ Հայաստանում չենք զգում էր լրիվ Իբիցայում քեզ։ Իսկ եթե համեմատենք նախորդ տարվա, անկեղծ ասեմ, ես ինքս արդեն չեմ հիշում նախորդ տարվա ամառը, բայց եթե համեմատենք, կարող ես հիշել նախորդ տարի ավելի հետաքրքիր ամառը միջոցառումների։ Չենք հիշել ոչ մի բան, ուրեմն ավելի հետաքրքիր եղել։ Պետք է նայել միայն ապագան ու փորձել ապրել այսօրվա օրով ու մասնակցել ներկայիս փարթիներին։ Աղջիկները արդեն ապարում են, դա արդեն լավ նշան է։
2012 թվականի համարը նույնպես ավարտվեց։ Չգիտեմ ձեզ մոտ ինչպես է հիշվել, ինձ մոտ հիշվել է մի քանի լավ փարթիներով, բարձր տրամադրությամբ եւ իհարկե այդ ամենի տպավորությունները նկատի ունեմ ֆոտոների տեսքով եւ վիդեոների տեսքով կարող եք տեսնել Kamoblog.tv վիդեոբլոգով յուրաքանչյուր օր։